Ողջույն, եթերում է Job Finder-ի HR Corner հաղորդումը։ Այսօրվա մեր հյուրն է Unitech ընկերության HR մենեջեր Լյուսի Պետրոսյանը։ Ողջույն Լյուսի ջան։ Բարև ձեզ Անի ջան։ Շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիք։ 21 տարեկանում HR ոլորտում արդեն բավականին ակտիվ կարիերա եւ անցած ճանապարհ ունեք։ Կպատմեք ձեր ճանապարհի մասին։ Այո, իհարկե, նշեմ, որ 15 տարեկան հասակից եմ սկսել աշխատել, բայց ոչ հենց սկիզբը չի եղել հենց HR ոլորտից։ Առաջին աշխատանքային փորձս եղել է որպես վաճառքի մենեջեր, ու 3 տարի որպես վաճառքի մենեջեր եմ աշխատել։ Իրականում այդպես պահ չկա, հա, որ հասկացել եմ վերջես վաղվանից գնում եմ աշխատեմ, բայց միշտ այդ միտքը իմ մեջ եղել է, որ ես պետք է անկախանամ, ես պետք է իմ սեփական գումարը աշխատեմ ու հերթով իրականացնեմ այն բոլոր նպատակները, որոնք որ ինքս դրել եմ իմ առջև։ 3 տարի վաճառքի մենեջեր աշխատելուց հետո հասկացա, որ մի քիչ ավելի մասնագիտական կողմնորոշում պետքա ձեռք բերեմ։ Այդ ժամանակ սովորում էի Եվրոպական քոլեջում, ու այնտեղ սովորում էի թարգմանություն ու HR ֆակուլտետում, ինչ որ ինձ չափից դուրս հետաքրքիր էր, հասկացա, որ նաև պետքա բացի հենց բազային կրթությունից, նաև թեկուզ տրեյնինգների ու սեմինարների, կողքից դասընթացների միջոցով, հա, որպես մասնագետ ես հմտանամ, որովհետև արդեն իսկ ինքս իմ համար որոշել էի, որ ես պետք է լինեմ HR մասնագետ հետագայում։ Ու դասընթացների միջոցով սկսեցի ուսումնասիրել HR ոլորտը։ Հենց առաջին դասընթացից հետո այնպես ստացվեց, շատ պատահական, ես LinkedIn-ով առաջարկ ստացա, որպես կրտսեր HR մասնագետ աշխատել հայաստանյան ընկերություններից մեկում հոռեկա ոլորտի։ Ու հարցազրույցներից հետո այնպես ստացվեց, որ աշխատեցինք միասին, հենց այդտեղից էլ ոնց որ ասած սկսեց իմ քայլերը HR ոլորտում։ Այս պահի դրությամբ արդեն ունեմ 3 տարվա փորձ որպես HR մասնագետ ու կարող եմ ասել, որ շատ սիրում ու պաշտում եմ իմ մասնագիտությունը եւ կարծում եմ, որ շատ կարեւոր է ունենալ հստակ մասնագիտական կողմնորոշում։ Սոցցանցերում վաղ կարիերան շատ գեղեցիկ է ներկայացվում, իսկ իրականում ինչ գին է վճարում մարդը, երբ սկսում է շուտ աշխատել։ Իրականում սոցցանցերում ես ինքս որ նայում եմ, այսպես հստակ կարծրատիպ են մտցրել, հա, որ վերջ պետքա դու արդեն քո 20-ից մինչև 25 ընկած հատվածում ունենաս քո կայուն ֆիքսված եկամուտ, ունես քո աշխատանքը հստակ, մեքենա, տուն եւ այլն, ու այդ ամեն ինչը ոնց որ այսպես ասած սերմանում են սերունդների մեջ, ովքեր որ նոր են սկսում, հա, իրենց կարիերայի ճանապարհը, ու այստեղ շատ կարեւոր է ֆիքսել, որ շատերը խաբվում են դրան ու երբ որ իրենք այսպես իրենց կարիերայի ճանապարհին են, դեռ չեն հասել ինչ որ կետի, դեռ չեն որոշել իրենք ինչ մասնագետ են դառնալու, ինչ ուղղություն են շարունակելու, հստակ տեսնում են, ֆիքսվում ինչ որ աղջկա ռիլի վրա, ով որ, չգիտեմ, իր 19-20 տարեկանում ունի ֆիքսված եկամուտ, ունի տուն, ունի մեքենա ու իրենք այսպես ասած դեմոտիվացվում են ու ասում են վերջ ինձ այս ամեն ինչը պետք չի, ես դեռ չեմ հասել այդ ամենին։ Ուզում եմ ասեմ, որ երբևէ պետք չի ֆիքսվել այդ խաբուսիկ ինստագրամյան ռիլերին, հայլայթներին, որոնք որ տեղադրվում են, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ է թաքնված դրա տակ։ Ուզում եմ նշեմ, որ շատ դժվար է համատեղել աշխատանքը միաժամանակ ուսման հետ, հատկապես այն դեպքում, երբ որ դու սովորում ես առկա համակարգում, ու ոնց որ sense մի հատ մեծ հոգնածություն է իջնում քո վրա, բայց դու մտնում ես Instagram ու story ես անում, որ վայ ես գնացի ճանապարհորդության, վայ ես գնացի մեքենա ու ոչ ոք չի տեսնում քո այդ հետևի կադրը, հա, թե ինչերի մեջով ես դու անցնում։ Շատ գիշերներ դու չես քնում, դու փորձում ես եւ հասցնես քո աշխատանքի դեդլայնները եւ կուրսայինդ ուղարկես դասախոսիդ ու ոնց որ խափնվել այդ ամեն ինչին, կարծում եմ ուղղակի չի կարելի, որովհետև այդ կարիերայի ժամանակահատվածը, կարիերայի աճը, որը որ տարիների ընթացքում է լինում որոշների մոտ լինում է օրինակի համար 3-ից 6 ամսվա ընթացքում, այդ չի նշանակում, որ քոնը նույնպես պետք է այդպես լինի, հա, այսինքն դու կարաս շատ տարբեր ժամանակում աճես, կարա քո կարիերան լրիվ ուրիշ ձևով ընթանա ու պարտադիր չի լինի ինչ որ մեկի կյանքի copy paste, որովհետև ոչ մեկ չգիտի այդ Instagram-յան ռիլերի հետևում ինչա թաքնված։ Շատ համաձայն եմ Լուսի ջան, իրոք հիմա սերունդը ոնց որ արհեստական ինչ որ սահմաններ է ստեղծում իր համար, որ դա է ճիշտը, հա, եթե ինչ որ մեկը դա արել է, իր մոտ ստացվել է, ուրեմն ճիշտը դա է ու դու
էլ պետք է ձգտես դրան ու ոնց որ իրանց սեփական երազանքները մի կողմ դրած փորձում են ոնց որ նմանակեն ու ապրեն ուրիշների կյանքով, այսպես ասած, ինչը շատ վատ է։ Այդ իրոք շատ սխալ է, դրա համար պետքա հստակ դու քո համար թեկուզ ինքդ քո վրա դնես դեդլայններ, կարծում եմ, որ այսինչ ժամանակահատվածում ես պետքա իրականացնեմ իմ այս երազանքը, ընդհանրապես կապ չունի, որ ինչ որ մեկը տալա 1 ամսում կամ 2 ամսում։ Իմ բյուջեն հստակ է այսքան է, ես կարող եմ ճիշտ պլանավորման միջոցով 1 տարի ժամանակահատվածում հասնեմ իմ ուզածին, վերջ, էլ ինձ ոչ մի խանգարող հանգամանք կողքից կարծում եմ, որ չպետքա լինի։ Լուսի ջան, եղել են պահեր, երբ զգացել եք, որ աշխատանքը խլում է ուսանողական կյանքի մի մասը։ Միշտ իրականում ես ինքս հիմա էլ ուսանող եմ ու երբ որ համեմատում եմ իմ կյանքը իմ կուրսեցիների կյանքի հետ շատ տարբերվում է ու դու ոնց որ այնպիսի տպավորություն է քո մոտ լինում, որ դու երկու կյանք ես ապրում, առաջին կյանքում դու պարզապես երիտասարդ ես, ով որ պետքա գնա համալսարան, համալսարանից հետո գնա ինչ-որ կաֆե, իր կուրսեցիների հետ նստի, իսկ երկրորդ կյանքում դու արդեն մեկն ես, ով որ աշխատում է մեծ ընկերությունում, աշխատում է որպես HR մասնագետ ու իր վրա դրված են շատ պարտականություններ ու պատասխանատվություն, հենց մեկը բիզնեսի համար ու այսպես դու քո կյանքը կիսում ես ու մտածում ես երկու ուղղությամբ։ Իրականում ուզում եմ ասեմ, որ շատ դժվար է այդ համատեղությունը, ես ինքս իմ անձնական փորձով կարող եմ կիսվել։ Ես քոլեջում էի սովորում, մեր դասերը մինչև ժամը 2:30 էին, ու ես 2:30-ին ավարտում էի ու իջնում էի մի քանի փողոց այն կողմ աշխատանքի մինչև ժամը 8-9, հենց որ գալիս էի տուն ու արդեն պետքա դասերը սովորեի, շատ եղել է, որ ես դասերից բացակայել եմ, բայց չգիտեմ, շնորհակալություն հայտնեմ իմ քոլեջի դասախոսական անձնակազմին, իրանք փորձել են հասկանալ, որ ես իմ մասնագիտական աշխատանքը արդեն իսկ ունեմ ու ինչ որ միտեղ այսպես վերապահումներով են մոտեցել ինձ, ինչի շնորհիվ ոնց ասած ես հասել եմ այս ամենին, բայց այն զգացողությունը, որ քո կյանքը շատ տարբերվում է մյուսներից, անընդհատ ոնց ասած քո մեջ ինչ որ մեղքի զգացողություն է առաջացնում, որովհետև դու քեզ ինչ որ միտեղ վատ ես զգում, որ դու քո կյանքի այդ մի փուլը բաց ես թողել, բայց կարծում եմ, որ շատ կարևոր է գտնել քեզ եւ աշխատանքում եւ որպես ուսանող ու բալանսավորել քո կյանքը, որպեսզի մեկը մյուսից չտուժի։ Իրականում շատ դեպքեր լինում են, երբ որ ունեցել ենք նույնիսկ աշխատակիցներ, որ եկել են աշխատանքի ու իրենց համալսարանից ուղղակի հեռացրել են նրա համար, որովհետև իրենք դասերին չէին հաճախում, իրենց դասերը չէին կարողանում ժամանակին սովորել, իրենց կուրսայինները, չգիտեմ, ռեֆերատները հանձնել ու դրա պատճառով իրենց կյանքը տուժում էր։ Կարծում եմ, որ այդ time management-ը պետք է մի քիչ ճիշտ անել ու համատեղել ուսումը աշխատանքի հետ։ Փառք Աստծո կան այս պահին շատ գործատուներ, որից մեկը իմ գործատունն է, ովքեր որ այսպես մեծ սիրով ասում են, եթե դու սովորում ես այս պահին, ոչ մի խնդիր չկա, կարող ես աշխատանքի ժամին, թեկուզ իհարկե չխանգարելով աշխատանքին ուսումնասիրել քո նյութերը։ Մեր ընկերությունը նույնպես այն աշխատակիցներին, ովքեր որ այս պահի դրությամբ սովորում են, չգիտեմ, քոլեջում, համալսարանում, հնարավորություն ենք տալիս, որպեսզի իրենք շատ ազատ գնան իրենց դասերին, հետո վերադառնան գրասենյակ, առանց ինչ որ, չգիտեմ, աշխատավարձից պահում անելու, առանց ինչ որ տուգանքների, քանի որ շատ կարևոր է, նաև հասկանալ նոր սերնդի մտածողությունը, նոր սերնդին հնարավորություններ տալ, որպեսզի իրենք կարողանան համատեղել իրենց ուսումը աշխատանքի հետ։ Բայց արդար կլինի, որ նշենք նաև, որ այդ ֆինանսական անկախությունը այդ տարիներին ու ընդհանրապես քո տարիքակիցներից տարբերվել է նրանով, որ դու ֆինանսապես անկախ ես ու փորձում ես քո կարիերան, այդ տարիքից սկսած արդեն որ դասավորել, իրականում շատ է բարձրացնում նաև մոտիվացիան ու ոնց որ ստիպում է, որ ավելի մեծ թափով առաջ գնաս, որովհետև երբ որ կողքից էլ տեսնում ես էլի, թե ոնց է ձեր նշած, չգիտեմ, համալսարան, սրճարաններ, ինչ որ բան ու քո կյանքը, երբ որ դու այդ տարիքում արդեն փորձում ես ստեղծել քո կարիերան, փորձում ես առաջ գնալ, ավելի ինքնագնահատականը բարձրացնում է։ Այո, իհարկե, իրականում շատ մոտիվացնող է այդ փաստը ու շատ դեպքեր են եղել, ոնց որ ինձ ասել են, դե քո բախտը բերել է, բայց իրականում իմ բախտը չի բերել, որովհետև ես իմ կյանքից շատ մեծ բաներ եմ կորցրել, շատ մեծ բաներ եմ զոհել հասնելու այս ամենին, այսինքն լինել արդեն իսկ ոլորտում ոչ երկար, բայց միջին տարիների փորձ ունեցած մասնագետ ու ինչի՞ չէ, նաև այդ մասնակցությունը համալսարանի ու աշխատանքի հետ մեկտեղ դասընթացների, տրեյնինգների, սեմինարների, էդ էլ է շատ ժամանակ տանում ու դու քո կյանքից էլի ինչ որ մի բան կորցնում ես։
ու ոնց որ շատ-շատ կարևոր է չֆիքսվել նման մարդկանց կարծիքի վրա, ովքեր որ այդպես կխոսեն ու ուղղակի գնալ քո նպատակների ու երազանքների Այո, հետևից։ Իրականում համալսարանում էլ ինձ մինչ օրս գալիս ասում են կօգնես, որ մենք այսինչ բան անենք, ո՞նց ես աշխատանք գտել, ոնց մենք նայենք աշխատանքի հայտարարությունները, որ հարթակներում, ու ես հասկանում եմ, կարող է ես մի քիչ շուտ եմ մեծացել, կարող է պետք չէր էս ամեն ինչը սենց լիներ, բայց հետո հասկանում եմ, որ ուրեմն էս էր իմ կյանքի ուղին ու որ ինչ որ մի բան զոհելով ես պետքա ունենայի այն ինչը որ հիմա ունեմ։ վաղ տարիքից աշխատող մարդիկ հաճախ դրսից ավելի մոտիվացված են երևում, բայց ինչ է կատարում իրականում ներսից։ Բռնաութի ռիսկը ավելի մեծանում է, թե ընդհակառակը։ Այ իրականում բռնաութի ռիսկը բնականաբար ավելի մեծ է, որովհետև քո ուղեղը սկսում է տարբեր սեկտորներով աշխատել, հա, դու փորձում ես անընդհատ քո մեջ ոնց որ ասած այն միտքն է, որ սա էլ հասցնեմ, ես էլ հասցնեմ, որ հետո սա լինի, ու ոնց որ դու ինքդ քո պլանների մեջ խճճվում ես, բայց այստեղ շատ կարևոր է չափելիությունը, հա, դու չափես թե ինչի ես հասել։ Օրինակի համար ես նպատակ էի դրել, որ 3 ամսում ես պետքա վարորդական վկայականի տեսական քննությունը պարապեմ ու հանձնեմ, վերջ ես դա արեցի, ստացա չնայած նրան, որ ես համալսարանի քննություններ ունեի, չնայած նրան, որ ես աշխատում էի ու ունեի դեդլայններ, բայց երբ որ դու այդ վարորդականի տեսականի քննությունը 20-ից 20 հաղթահարում ու ստանում ես, այդ ոնց որ այդ բռնաութը քո մեջ կոտրվում է, դու ընդհակառակը ավելի մոտիվացվում ես, ուզում ես արդեն 3 ամսում գործնականին պատրաստվես, ու ոնց որ ինչքան հա բռնաութներ լինում են, բայց դու պետքա կարողանաս այդ բռնաութները ճիշտ ժամանակին կոտրել, ինքդ քեզ մոտիվացնելով ու քո քայլերի մեջ քո մոտիվացիան փնտրելով։ Կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է չընկճվելը, հա, ոչ մի սայթակումից, որովհետև նման բաներ կյանքում շատ-շատ են լինելու։ Ես ինքս, եթե կիսվեմ իմ փորձով, այս պահին ունեմ համալսարանում լիկվիդ ու ես կարող եմ ոնց որ ասած դրանից սենց ընկճվել, ասել, վայ, ես ուրեմն լավ չէի, բայց ես հասկանում եմ, որ ես այդ պահին ունեի շատ կարևոր պրոյեկտ հանձնելու, ես պետքա այդ անեի ու չէի կարող ոչ մի ձև համակարգեի, հա, իմ աշխատանքը դրա հետ, որովհետև բալյուբոմ ու յուրաքանչյուր դեպքում ինչ որ մեկը տուժելու էր, բայց այս պահի դրությամբ ոնց որ ասած ես նախապատվություն տվեցի աշխատանքից, որովհետև ես չէի կարող այդ պրոյեկտը անեի հետո, բայց լիկվիդը կարայի հանձնեի հետո։ Ու հիմա եթե ես ընկճվեի, չգիտեմ, լիկվիդ մնայի, ասեի, որ ես նույնիսկ հավես չունեմ իմ աշխատանքի պրոյեկտի դեդլայնը հասցնելու, վերջ ես ոչ մի բան չեմ անում, ասես նստեի, սպասեի ուղղակի, որ ինչ որ մի հրաշք կկատարվի, այդ ոնց ասած այդպես չի լինում, պետքա միշտ այսպես հստակ քայլերով քո առաջ դնես, գրես, մտածես ու հասկանաս, ոնց դու համակարգես այնպես, որ քո կյանքում ամեն ինչ լավ լինի առանց բռնաութների։ Լուսի ջան, շատ երիտասարդներ ուզում են շատ արագ աճել, բարձր աշխատավարձ ստանալ ու ղեկավար հաստիքի լինել։ Ինչ եք կարծում այդ շտապելու մշակույթը ինչ վտանգներ կամ առավելություններ է պարունակում։ Կարծում եմ, որ եթե մարդը ուզում է շատ արագ աճել, շատ արագ ինչ-որ մի բանի հասնել, ավելի շատ դրական կարա լինի, քան բացասական, ինչի, որովհետև կարող եմ խոսել հենց մեր սերունդի մասին, մենք ավելի շատ հնարավորություններ ունենք, քան նախորդ սերունդները, քանի որ կարողանում ենք հենց ամենաառաջին բանը ֆիքսեմ, չնայած շատ արդեն ֆիքսեցի, բայց ուսում աշխատենք, հարաբերակցությունն է, հա, համատեղումն է, ու այդ արդեն մեծ հնարավորությունն է տալիս երիտասարդներին կայանալու, ինքնակրթվելու, զարգանալու։ Բացի դրանից հենց նման մարդիկ են, ովքեր որ ցույց են տալիս նախաձեռնողականություն, թիմում չեն սպասում մինչև իրենց հերթը գա, ինչը որ ամենակարևորն է, այսինքն նույն տեղում իրենք չեն մնում ու այդ միայն ու միայն գործատուի կողմից գնահատվում է, բայց այս ամենի մեջ կա նաև հակառակ կողմը, ու այդ այն է, երբ որ դու սպասում ես, դու ընդունվեցիր աշխատանքի, քո ներսում գծած, որ դե 1 տարի հետո աշխատավարձս կբարձրանա X գումարով կամ ես կհասնեմ այսինչ հաստիքի, կդառնամ middle, հետո կդառնամ senior, բայց այդ ամեն ինչը չի լինում ու դու դրանից սկսում ես դեմոտիվացվել։ Իրականում դրա ամենավատ կողմը այն է, որ սպասելիքներով ես դու ընդունվում ընկերություն։ Բնական է, նորմալ է, բոլորս ունենք սպասելիքներ, բայց ոնց որ այդ մեր սպասելիքներն է ու մեր դեդլայններն է մեզ վրա դրած, ոչ թե գործատուի։ Այսինքն մենք չգիտենք, թե տվյալ աշխատանքում մենք ինչ խնդիրների կբախվենք, ինչ մարտահրավերներ կլինեն մեր դիմաց, ինչ task կլինի, որ մենք 1 ամսվա փոխարեն կանենք 2 ամսվա ընթացքում ու ոնց կհաղթահարենք ու դրանից ոնց որ ասած դեդլայնը մեր վրա դրված խախտվում է արդեն, բայց այստեղ շատ կարևոր է, որպեսզի
չֆիքսվեց, հա, այդ ամեն ինչի վրա, այսինքն դու կարող ես 3-ից 6 ամսում այդպես աճ չունենալ, հա, որը որ դու ինքդ քո համար պատկերացնում ես, բայց սովորես շատ ավելի խորքային գիտելիքներ ունենաս, բնականաբար փորձ ունենաս ու քո դրած դեդլայնից ոնց որ կես տարի հետո այդ ամեն ինչը տեղի ունենա։ Բնականաբար ոնց որ հիմա ընդունված է, որ բոլորը ուզում են քիչ աշխատեն, բայց ստանան շատ գումար։ Շատ-շատ թեկնածուներ եմ տեսել, ովքեր որ մասնակցել են հարցազրույցի ու այսպես ես իրենց ուղղակի որպես կերպար եմ ընկալել, բացատրեմ ինչու, որովհետև իրենք գալիս են կամ ChatGPT-ով շատ լավ պարապած, կամ գալիս են այսպես քոչի մոտ շատ լավ արդեն հարցազրույցի հարցերին նախապատրաստված ու նո պարտականություններ դե գրում ենք դրա հիման վրա իրանք պարապում են, բայց երբ որ դու սկսում ես իրենց արդեն տալ գործնականում կիրառվող տեխնիկական հարցեր, իրանք ուղղակի սենց ստոպի վրա սենց նստում են ու չգիտեն ինչ պատասխան, որովհետև չէին մտածել, որ այդ հարցը եւս կարող է իրանց տա ու ոնց որ բացահայտվի, որ իրենք ուղղակի այսպես ներկայացնում են իրենց ոչ թե հենց բուն իրենք բազային գիտելիքներ որոնց վրա մենք հետագայում կարող ենք կառուցել իրենց կարիերայի աճը ու տեսնել իրենց աշխատանքը մեր ընկերությունում։ Ես կարծում եմ, որ դու ավելի կարող ես հաջողել, երբ որ դու մանր-մանր քայլերով առաջ ես գնում, թեկուզ ոչ քո պատկերացրած ժամանակահատվածում, բայց սովորում ես շատ ավելին, քան այն, երբ որ դու կարաս հասնես սկսնակ վաճառքի մենեջերի հաստիքից մինչև վաճառքի բաժնի ղեկավար ընդամենը 1 տարի կամ տարի ու կես ժամկետում, բայց իրականում այդ խորքային բազային գիտելիքները չունենաս։ Այսինքն այդ ամեն ինչի բացակայությունը քեզ հետագա մասնագիտական քայլերում կարա շատ-շատ տարբեր խնդիրների առաջ հանգեցնի, որովհետև դու ներկայանում ես ուղղակի որպես կերպար, ոչ թե հենց խորքային մասնագետ։ Ձեր կարծիքով այսօր երիտասարդներն իրոք ուզում են աշխատել, թե ավելի շատ փորձում են հաջողակ երևալ։ Իրականում չեմ կարա տարբերակեմ 50-50, այսինքն եւ ուզում են աշխատել եւ ուզում են իրենց աշխատանքով հասնել հաջողությունների։ Ես ուսումնասիրելով մի քանի ընկերությունների անցյալը, հա, այսպես ասեմ, նախորդ սերունդի աշխատակիցներին ու ներկայիս աշխատակիցներին, կարող եմ ասել, որ նախորդ սերունդներին շատ-շատ աշխատացրել են, հա, այսպես ասած, ու դրա դիմաց վարձատրել են քիչ գումար, ինչի հետ մեր նոր սերունդը ոչ մի ձև չի համակերպվի։ Այսինքն հիմա էլ, հա, մենք մեր համար ստեղծել ենք շատ տարբեր ստանդարտներ, որ ես ֆրիլանս աշխատում ես նոր թիթիզ բառեր, հա, ֆրիլանս, outsource, հիբրիդ եմ ես ուզում աշխատամ, բայց ոնց որ ասած նախկինում այդ ամեն ինչը չի եղել ու հա, մենք ուզում ենք հասնենք հաջողության մեր աշխատանքի միջոցով, բայց բնականաբար ոչ այն դեպքում, երբ որ մեզնից պահանջում են շատ բան, մեզնից պահանջում են շատ գիտելիք, բայց մեզ տալիս են շատ քիչ գումար, որովհետև այս սերունդը մի քիչ ավելի քանի որ հնարավորություններ ունի ուսումնասիրելու, զարգանալու ու նորը սովորելու, բնականաբար կարող ենք ասել, որ մի քիչ իրենց տարիքից ավելի հասուն են մտածում, քան մտածել են նախորդ սերունդները իրենց այդ տարիքում ու շատ ավելի բան են հասկանում ու կարողանում են ինչը որ ամենակարևորն է գործատուից պահանջել։ Այսինքն միշտ գործատուներն են լինում պահանջողի դերում, հիմա փոխվել է ու պահանջողի դերում լինում է աշխատակիցը ու նույնիսկ մեր HR-ների մեջ էլ ընդունված բան կա արդեն, որ մենք մտածում ենք, մենք պետք է մեր ընկերությունը նենց ներկայացնենք, որ մեր մոտ գան աշխատեն, որովհետև մենք յուրաքանչյուր տեխնացուի, որ ընտրում ենք, թեկուզ եւ վերջին փուլում զանգահարում ենք, իրենք ասում են, որ ճիշտն ասած ես 3 տեղից աշխատանք եմ ստացել։ Կներկայացնեք ձեր բենեֆիտները ու դու այդտեղ պետք է արդեն կոնկրետ ընկերությունը արդեն վաճառես, որ կարողանաս աշխատակից ընդունել քեզ մոտ։ Այսինքն այն կարծրատիպը, որ նոր սերունդը ուզում է մենակ աշխատի կամ ուզում է մենակ ունենա հաջողություն, կարծում եմ, որ չենք կարա տարբերակենք ու սխալ է տարբերակելը։ Ну հա, կարող է ինչ որ 10% կամ 20% ուղղակի իրենց հետաքրքիր իրենց իշխանությունը, որ իրանք լինեն, չգիտեմ, բաժնի ղեկավար կամ ունենան իրենց սեփական ընկերությունը, բայց կարող եմ ասել, որ մեծամասնությունը այդպես չի ու շատ-շատ կարևոր է հիմնվել ոչ թե ուղղակի այդպես պաշտոնի վրա, այլ ունենալ շատ-շատ գիտելիքներ։ Լուսի ջան, ինչն է ամենաշատը խանգարում երիտասարդ տեխնացուներին աշխատաշուկայում։
Ես ինքս շատ ականատես եմ եղել թեկնածուների, ովքեր որ իրենց չեն կարողանում ներկայացնել ճիշտ։ Այսինքն ես կարող եմ ունենալ շատ լավ աշխատանքային փորձ, շատ լավ background, շատ լավ գիտելիքներ համապատասխան տվյալ հաստիքին, որին որ ես դիմել եմ, բայց հարցազրույցի ժամանակ չկարողանամ ինքս ինձ ճիշտ ներկայացնել։ Այսինքն սկսեմ կմկմալ ինչ-որ մի հարց տան, ես լարվածությունից չկարողանամ ճիշտ կողմնորոշվել կամ թեստի փուլի ընթացքում սխալ գրեմ լարվածությունից այդ ամեն ինչը ու կա դրա նաև հակառակ կողմը, երբ որ դու չգիտես ոչ մի բան, բայց քեզ ներկայացնում ես, որ դու գիտես ամեն ինչ։ Ու ոնց որ այդտեղ արդեն Այստեղ որ ասում են HR-ը պետքա առաջին կամ երկրորդ փուլից ընտրի համապատասխան թեկնածու, HR-ի գործը հիմա շատ դժվարացել է, որովհետև ոնց նախորդ հարցին պատասխանուց նշեցի, շատերը այդպես վերապատրաստվում ու գալիս են ու դու կարաս ուղղակի այսպես չհասկանաս ինքը իրականում գիտի, թե այս պահին ինքը ուղղակի ձևացնում է ինչ որ ավելի շատ երևում է արդեն պրակտիկայի փուլի ընթացքում, երբ որ դու իր հետ հենց տեխնիկական ու թիմային աշխատանք ես տանում։ Այստեղ շատ իրենց խանգարում է նաև իրենց անհամբերությունը, որովհետև էլի եղել են հարցազրույցի եկող թեկնածուներ, ովքեր որ եկել են ուղղակի համալսարանը ավարտած առանց որևէ փորձ ունենալու ու մեզնից պահանջել են այն աշխատավարձը, որը որ մենք վճարում ենք մեր middle մասնագետի, ինչ որ կարող եմ հանգիստ նշել, որ շուկայական արժեք է, այսինքն այնպես չի շուկայական աշխատավարձ, այնպես չի մենք ցածր ենք վճարում, որ այդ գինը հավասար է իր ասած արժեք, այդ աշխատավարձը հավասար է իր ասած արժեքի։ Առաջին ու երկրորդ ամենամեծ խնդիրը կարծում եմ, որ դա է, իրենք ավելի շատ են գերագնահատում իրենց չունեցած փորձը, բայց իրենց գիտելիքները ու մտածում են, որ իրենց գիտելիքները արժեք ունի նույնիսկ middle մասնագետի աշխատավարձի չափի։ Բացի այդ, երրորդը կարող եմ նշել, որ այդ իրենց շտապողականությունն է, ինչպես մյուս հարցում անդրադարձանք, այդ արագ աշխատավարձի բարձրացում, արագ պաշտոնի ունենալ, արագ ինչ-որ պաշտոն ունենալ, որովհետև երբ որ դու զանգահարում ես ու ներկայացնում ես պայմանները, իրենք ասում են, հա, ես հիմա junior եմ, բայց երբ ես կհասնեմ middle հաստիքի, ու դու այսպես ոնց որ ձեզնից է էլի կախված, ավեջ ես չեմ կարա ձեզ հստակ բանից, հա դե մոտա որ մյուսները ոնց են հասել կարող է այդպես ասեք ու դու այսպես չգիտես իրանց ինչ պատասխանես, որովհետև իրանք ուղղակի կարծրատիպ կա իրենց մեջ, որ այդ Instagram-ի հենց ռիլերի շնորհիվ էլի համատման մյուսների հետ ու այդ Instagram-ի քարոզի տակ իրենք պահանջում են ավելի մեծ ավելի բարձր աշխատավարձ, ավելի բարձր պաշտոն, քան իրականում կա։ Ներկայացնելու հետ կապված նաև նշեմ, որ շատ կարևոր է, որ բացի մասնագիտական հմտությունները զարգացնելը, նաև այդ soft skill-երը հա պետք է զարգացնել, այդ իրենց ներկայացնելու կարողությունը պետք է դրանց վրա էլ աշխատել, որ ոնց որ չգնա կորի, հա, պետք է իրար հետ համատեղել, որ արդյունավետ լինի ավելի։ Ահա, իհարկե, ես այստեղ շատ ոնց որ ուզում եմ անդրադարձ տանել կարգապահությանը դեպի, որովհետև երբ որ դու դնում ես ժամանակահատված, որ ժողովուրդ մեր աշխատանքային ժամը սկսում է 9-ից 6-ը կամ 10-ից 7-ը, ինք ասում են դե ոչինչ, ես 12-ից գամ, մեկը իմ գործը ես հասցնում եմ անեմ։ Բայց չէ, ախր ֆիքսված ժամանակահատված, հա, ես ուշ կգնամ, 8-ին կգնամ, ու այդ իրականում ես երբևէ չեմ նկատել տարիքով մեծ աշխատակիցներից, բայց այդ տարիքով փոքր աշխատակիցներից այդ ամեն ինչը արդեն իսկ նկատելի է։ Ու այդտեղ դու ասում ես, որ ոնց որ գիտես, դու նույնիսկ աշխատանքի հաշվին մենք քեզ հնարավորություն ենք տվել, որ դու դասի գնաս, գաս քո քննություններին գնաս, պատրաստվես, չենք կարա մենք մի հատ էլ բենեֆիտ քո համար ավելացնենք, որ դու երբ ուզես գնաս ու գաս աշխատանքի։ Ու այս շատ տարածված է, որովհետև կարծում եմ իրենք ավելի շատ ուսումնասիրում են ամերիկյան, հա, աշխատաշուկան, եվրոպական աշխատաշուկան, որտեղ ինչ չէ ավելի շատ բենեֆիտներ կան, քան այս պահին մեր շուկայում է, բայց չեն հասկանում, որ իրենք գտնվում են Հայաստանում ու այս հայաստանյան շուկարը, որտեղ որ մենք դեռ լիարժեք չենք անցել այն մեթոդին, որ կարող ենք նաև նույն աշխատանքը իրականացնել տանից։ Եթե անկեղծ խոսենք, այսօր համալսարանը կարիերայի համար մեծ արժեք ունի, թե կարելի է առանց դրա էլ շատ բան սովորել։ Ոյ, իրականում այս մի քիչ շատ պրովոկացիոն հարց է։ Ես ինքս ոնց նշեցի, այս պահին ուսանող եմ ու ընդհանրապես չեմ սովորում այն ոլորտում, որտեղ որ ես աշխատում եմ։ Այսինքն իմ բոլոր HR հմտությունները ես ձեռք եմ բերել ամբողջը տրեյնինգների, սեմինարների ու կողքից 2-3 ամսյա դասընթացների միջոցով, ոչ թե համալսարանի բուն ծրագրով։ Այս իմ կարծիքը շատ սուբյեկտիվ է ու ոչ բոլորը կարող են համաձայնել իմ կարծիքի հետ, բայց համալսարանը այս
մեր օրերում այս պահի դրությամբ ինձ թվում է, որ շատ բազային կրթություն է տալիս, հա, ուսանողներին, քան գործնական, որովհետև թեկուզ այն ժամանակ, երբ որ մենք համալսարաններից ունենում ենք աշխատակիցներ չէ, պրակտիկանտներ, ովքեր որ պետքա գան ու այսպես իրանց սովորածը ներկայացնեն, իրենք գալիս են ու մեզ ուղղակի այսպես տեսական նյութ են տալիս, ոչ թե ասում են ոնց իրենք այդ կարան կիրառեն, հա, իրենց աշխատանքի մեջ։ Ես ինքս, եթե անկեղծ համարում եմ, որ պետք է համալսարանում սովորել, այսինքն գոյ մինիմալ բազային գիտելիքները ունենալ, բայց ոնց որ չեմ ասում, որ չէ, համալսարանում մի սովեք դուք կարող եք դասընթացներով այդ ամեն ինչը ձեռք բերել, բայց այստեղ կարծրատիպ կա, որը որ կոտրել է իմ մեջ, որովհետև մեր նախկին ծրագրավորման բաժնի ղեկավարը չուներ ոչ մի համալսարանական կրթություն ու ինքը իր այդ հաջողություններին, իր բեքգրաունդը ամբողջը ստեղծել էր դասընթացների միջոցով։ Ու մենք շատ ժամանակ նույնիսկ չենք էլ հարցնում դուք ինչ կրթություն ունեք համալսարանական, ոչ ես, ոչ մեր ընկերության տնօրենը ու շատ գործընկերներ ունեմ, որոնք որ չեն հարցնում, որովհետև հիմա ավելի շատ ֆիքսում ենք փորձը, թե դու ինչ կարող ես անել մեր ընկերությունում, ինչ արժեք կարող ես տալ բիզնեսին, քան նրան, թե դու որտեղ ես սովորել, որովհետև այսպես մի բան էլ կարող եմ ասել, շատ գերազանցիկի սինդրոմով տառապող աշխատակիցներ կան, ու ովքեր որ հենց դպրոցում էլ գերազանցիկ են սովորել, բայց ոնց նշեցի, իրենք չեն կարողանում իրանց հմտությունները ճիշտ օգտագործեն։ Օրինակի համար ես շատ այսպես դեպքեր գիտեմ, որ իրենք դպրոցում շատ լավ սովորել են, համալսարանում մագիստրատուրա կարմիր դիպլոմով ավարտել են, բայց իրենք եկել են դրանից հետո ընտրում են աշխատանք, որը որ ընդհանրապես իրենց մասնագիտության հետ կապ չունի, աշխատում են ինչ որ X աշխատավարձով ու իրենց լավ են զգում իրենց աշխատավարձի մեջ առանց ինչ որ բանի ձգտելու։ Այդպես շատ դեպքեր գիտեմ, իմ մեջ այսպես հարցական է մնացել, ոնց կարող ես դու այդքան ոնց ասած ժամանակ ծախսես, ռեսուրս ծախսես, գումար ծախսես քո կրթության վրա ու հետո սկսես ինչ որ այլ մասնագիտությունում որը որ ընդհանրապես կապ չունի։ Հենց մեկը օրինակի համար վերցնենք Զանգերի կենտրոնի օպերատորը, հա, որը որ կարող են դիմել երիտասարդները օրինակի համար, ինչ որ փորձ հավաքելու համար աշխատեն ու հետո ընտրեն իրենց ինչ որ մասնագիտական ուղղություն կամ հենց այդ ոլորտում խոնեն։ Բայց երբ որ դու խոսում ես տվյալ մարդու հետ, ինքը նույնիսկ կարելի ասել այսպես միտում չունի այդ ոլորտում խորանալու, ինքը զուտ փնտրում է իրեն հարմար աշխատանք, որ ինքը աշխատի։ Ու եթե ես ընդունելուց ուղղակի նայեմ այն ամեն աշխատանքի ընդունելուց ուղղակի նայեմ համալսարանական գիտելիքներին, դպրոցի ու քոլեջի գիտելիքներին, ես չեմ կարող հստակ որոշեմ այդ մարդը մեր ընկերությունում, մեր բիզնեսին արժեք կբերի, թե չի բերի։ Մենք նույնիսկ ունենք real case, երբ որ թեստավորման թեստի փուլում, հա, մենք տվել ենք թեստը տվյալ թեկնածուն լրացնի ու ուղղակի ինքը ֆեյլել է, հա, չի կարողացել լիարժեք գրի, ասել որ մենք ճիշտ ասած համալսարանում սա չեն բաներ չենք անցնում։ Ու շատ համալսարաններ կան, ովքեր որ երբեք չեն ֆիքսվում պրակտիկ փորձ տալու վրա։ Ուղղակի տալիս են այսպես տեսական նյութեր ու անցնում են առաջ։ Չգիտեմ, նույնը այդպես վերցնենք հեռավար կրթությունը, հա, հեռավար կրթությունն էլ կարծում եմ, որ չի կարա տա այնպիսի արժեք, որը որ դու հետագայում կարողանաս օգտագործել, հա, որովհետև ուղղակի 2 ամիս դաս, 1 ամիս դասի գնալ, 8 ամիս ստոպ լինել, մյուս ամիս դասի գնալ, մի քիչ շատ վատ է, էլի այդ ժամանակահատվածը բաշխած ու արդյունավետ չի, բայց այստեղ ուզում եմ ասեմ, որ շատ կարևոր է համալսարանի հետ նաև ինքնակրթությամբ զբաղվել, որովհետև համալսարանը քեզ տալիս է ուղղակի, այսպես ասած, բազային գիտելիք, այն առաջին աստիճանը, որը որ դու կարաս հետագայում հաջողես, բայց այդ երբեք քո հաջողության բանալին, այսպես ասած, չի լինում։ Այդ այլ եմ ասում սուբյեկտիվ կարծիք է, շատերը կարող են իմ հետ չհամաձայնել, բայց առանց ինքնակրթվելու, առանց այլ դասընթացների առանց կուրսերի մասնակցելու դու երբեք չես կարողանա հասնել ինչ որ կետի ու քեզ համարել լավ մասնագետ, որովհետև նույնիսկ ես ունեմ տարիքով մեծ գործընկերներ, տարիքով մեծ ծանոթներ, ովքեր որ 50-ն անց են, բայց ընդունվել են ասպիրանտուրա, մագիստրատուրա ու իրանք էլի աշխատում են իրենց վրա ու ոնց որ այդ առաջին հաջողության գրավականն է, երբ որ դու երբեք չես դադարում սովորել, դու չես բավարարվում քոլեջի տված գիտելիքներով, համալսարանի տված գիտելիքներով, ասում վերջ, ես կարմիր դիպլոմով ավարտեցի, իմ մոտ ամեն ինչ լավ է, ես կդառնամ շատ լավ բաժնի ղեկավար, շատ լավ մասնագետ ու այդպես։
Շատ դեպքերում լինում է, որ թեկնածուները ասում են, այս համալսարանն եմ սովորել, ստեղ եմ ավարտել կարմիր դիպլոմով եւ այլն, բայց չեմ կարողանում աշխատանք գտնել։ Հենց այդ պրակտիկայի պակասն է, հա, որ համալսարանը չի տալիս։ Իրականում համալսարանական կրթությունը կարծում եմ այնքանով է կարևոր, որ շփվում ես ոնց որ շատ փորձ ունեցող, հա, ինչ որ շատ կրթված մարդկանց հետ, ու այդ շփումը իր ազդեցությունը թողում է ամեն դեպքում մարդու վրա, բայց համալսարանի գիտելիքների վրա ֆիքսվելով մենակ հաջողության հասնելը երևի 90% դեպքերում անհնար է։ Ես շատ ինքնակենսագրականներ եմ ստանում հին ոճով, երբ որ իրանք ուղղակի օրինակ հիմա մենք սովորել ենք, չէ՞, որ կարանք Canva-ով հավաքենք, շատ AI tool-եր կան, որ կարանք օգտագործենք, իրանք ուղղակի թղթի վրա գրում են, որ իրենք սովորել են այսինչ համալսարանը, նկարում են հեռախոսով, ասես բազմոցն է նույնիսկ երևում նկարած, ու ուղարկում են աշխատանքի դիմելու համար։ Այսինքն համալսարանում գոնե պետք է այդ մինիմալ բաներն էլ, հա, սովորացնեն աշխատանքի ընդունվելու համար։ Չնայած հիմա մի քանի անգամ տեսել եմ, որ մասնագետներ են հրավիրում, ովքեր որ սովորեցնում են, հա, ինչպես ճիշտ CV կազմել, ոնց ճիշտ հարցազրույց անցնել դասերից, հա, դուրս այդ ամեն ինչը։ Ու կարծում եմ այդ ամենակարևորն է, որ համալսարանը պետք է անի ու մենակ չսահմանափակվի մասնագիտական գիտելիքներ տրամադրելով, որովհետև դու այնտեղ սովորում ես, որպեսզի հետո ընդունվես աշխատանքի, ոչ թե քո սովորածը ուղղակի այսպես մնա քո գլխում ու դու հետո չօգտագործես։ Իսկ դրա համար կարծում եմ, որ այս պահի դրությամբ շատ քիչ համալսարաններ են, որ հետևում են այդ ամենին ու բացի այդ բազային մասնագիտական կրթությունից նաև սովորեցնում են աշխատանքի ընդունվելու ձևերը, հա, թե ոնց ճիշտ հարցերին, ոնց ճիշտ CV կազմես։ Ու բնականաբար այդ կողքից սեմինարները շատ քիչ են հրավիրում ուսանողների համար, որպեսզի իրենք այդ ամեն ինչ անցնելով հասկանան որտեղ են, ինչ են ուզում, ուր կարան գնան, ընդհանրապես ինչ հնարավորություններ կա այս աշխարհում, որ իրենք կարող են օգտվել զատ համալսարանական կյանքից։ Կարծում եմ, եթե անգամ համալսարաններում էլ ներառված չի, հա, այդ CV-ներ կազմելու հետ կապված եւ այլն, այն ժամանակներում ենք ապրում, որ ոնց որ դրանք սովորելը, ուսումնասիրելը, կոպիտ ասած բզբզալ գտնելը, հա, անհնար չի, ու եթե մարդը իրոք ցանկություն ունի աշխատելու, կարծում եմ Այո, իհարկե, այստեղ նաև իրանք շատ շուտ կարող են դեմոտիվացվել, երբ որ մի քանի տեղ ինքնակենսագրական են ուղարկում ու իրենց չեն հրավիրում հարցազրույցի, բայց երբեք չեն մտնի խոնանա ուսումնասիրեն, կողմ մի բան ես իմ ինքնակենսագրականում սխալ եմ գրել, մի հատ ուղարկեմ, չգիտեմ, դասախոսից ցույց տամ, որ նայ, ես եվրոպական քոլեջում եմ սովորել ու իմ առաջին աշխատանքը ես ստացել եմ LinkedIn-ով, ոնց նշեցի, ու ինձ LinkedIn բացել խորհուրդ էր տվել մեր դասախոսներից մեկը։ Եթե ես այդ օրը իր խորհրդով LinkedIn չբացեի, ես այսօր կարողա ընդհանրապես HR մասնագետ չլինեի կամ ոլորտում փորձ չունենայի։ Այսինքն դասախոսներ են մի քիչ պետք է ոնց որ ժամանակակից ձևով հա սկսեն մտածել, ուղղություն ցույց տան, այսինքն մի քիչ հետաքրքրվեն իրենց ուսանողի կյանքով, ոչ թե բարևեն, որ վայ ռեֆերատը ասել էի այսօր կբերես, ինչի դու չես բեր, ինձ հետաքրքիր չի դու հարց հասցներ ու նման բանից այդ ամեն ինչը մենակ կարծում եմ, որ կոտրում է քեզ, ոչ թե ավելի մոտիվացնում է, քոլեջում երբևէ այդպես խնդիր չեմ ունեցել, բայց համալսարանում շատ դեպքեր նույնիսկ լսել եմ, եթե ոչ ինքս ինձ վրա էլ վերցնեմ, որ շատ կան նման դասախոսներ, որոնց որ ուղղակի հետաքրքիր չի տվյալ ուսանողի կյանքը, ինչով է ինքը զբաղվում կամ ինչ փուլում է այս պահին գտնվում, բացի իրենց ռեֆերատի դեդլայնից։ Դա դասախոսների մեծ մասը հիմնականում հիմա մի քիչ ավելի հին սերնդի են, հա, տենց երիտասարդ կադրերը շատ քիչ են համալսարաններում հատկապես, ոնց որ դրանից էլ է էլի գալիս խնդիրը։ Հա, ու հաճախ բախում է լինում երկու սերունդների միջև, դրա պատճառով ոնց որ շատ խնդիրներ են լինելու ուսանող դասախոս հարաբերությունների մեջ։ Որպես HR մասնագետ, որ պահին եք հասկանում, որ թեկնածուն պատրաստ չէ իրական աշխատանքային կյանքին։ Առաջին բանը, որ կարող եմ նշել, դա պատասխանատվությունը չգիտակցելն է, հա, որոշ դեպքերում աշխատակիցները գալիս են, ներկայանում են հարցազրույցի, ու իրենք ուղղակի չեն պատկերացնում որտեղ են եկել, ինչի համար, այսինքն ուղղակի այսպես ինքնակենսագրականներ են ուղարկել ու դիմել են տասնիկին, որ որտեղից ինձ կանչեն, էլի լավ, թող ուղղակի ինչ որ միտեղից կանչեն, առանց հասկանալու, որ նույնիսկ իրենց պատկերացած ամենամինիմալ հաստիքը, հա, որ իրենք իրենց համար պատկերացնում են, որ իրենք կարող են այդտեղ աշխատել, ունի իր պատասխանատվությունների շրջանակ
մարդիկ ունի իր հստակ պարտականություններ ու ինչ որ արժեք է ստեղծում ու ոնց որ այստեղ ուզում եմ օրինակ բերել, չգիտեմ լսած կլինեք չէ, չնայած շատ են խոսում ՆԱՍԱ-ի մաքրուհու պատմությունը, երբ որ գնում են ու ՆԱՍԱ-ում աշխատող մաքրուհուն հարցնում են, թե ոնց որ ինչ եք դուք այստեղ անում, ինքը ասում է ես մարդ եմ ուղարկում տիեզերք ու ոնց որ ինքը գիտակցում որ ինքը դրանով արժեք է ստեղծում իր ընկերության համար, այսինքն եթե ինքը մաքուր չպահի, նա վրա ինչ որ խնդիր լինի ու հիմա շատ աշխատակիցներ դա չեն գիտակցում, հա, նույնիսկ երիտասարդներին էլ, հա, այստեղ օրինակ բերեմ, իրենք էլ չեն գիտակցում, որ հստակ պատասխանատվությունների շրջանակ ունի յուրաքանչյուր հաստիկ, նույնիսկ մաքրուհու հաստիկը։ Ու հիմնական ամենատարածված խնդիրը դա կարող եմ նշել, դրանից հետո այստեղ գալիս է այն, որ իրենք ներկայանում են հարցազրույցի, հստակ օքեյ իրանք ուսումնասիրել են պարտականությունները, բայց օրինակի համար ես գրում եմ այնտեղ, հա, հմտություններ, չգիտեմ, օրինակի համար ջիրա ենք մենք օգտագործում, հա, ջիրա համակարգի բազային գիտելիքներ, իրենք ներկայանում են հարցազրույցի, ու ես իրենց հարց եմ տալիս, ընդհանրապես տեղեկություն ունեք ջիրա համակարգից կամ երբևէ աշխատել եք, ասում եմ, չէ, ճիշտն ասած չեմ աշխատել երբեք ու տեղյակ էլ չեմ, բայց ախր զատ պարտականություններից դու հատուկ ներքևում գրում ես ինչ hard skill-եր են, հա, այդտեղ պետք օրինակի համար չգիտեմ, MC Office, HC, դու գոնե աշխատանքի հարցազրույցին ներկայանալուց առաջ պետք է այդ ամեն ինչը այն մինիմալ մակարդակի ուսումնասիրես, որ գոնե քեզ հարցեր տան հարցազրույցին ու դու այսպես ուղղակի սենց չնստես կամ չկարողանաս, հա, պատասխանել պարտականություններից զատ, իրենք պետք է նաև ուշադրություն դարձնեն այն hard skill-երին, որը որ գրված է աշխատանքի պարտականությունների ներքևի հատվածում ու ոնց որ այդ ամեն ուսումնասիրեն, նոր ներկանան հարցազրույցի։ Նույնիսկ ինչ որ ժամանակ ամեն հարցազրույցի զանգին, երբ որ պետք է զանգի ու տեխնացուին հրավիրել հարցազրույցի, նշում է, խնդրում եմ ուսումնասիրեք, նոր կներկայանաք ու ես հասկանամ գոնե ինչ մակարդակի վրա ինքը դա ուսումնասիրած կլինի։ Ու չեմ կարող ասել բոլորը, բայց մի քանի հոգի արդեն իսկ պատրաստված եկան, նույնիսկ բլոկնոտով են ներկայանում, ինչը որ շատ կարևոր ժեստ է իմ համար որպես մասնագետ, այնտեղ գրված թե սա ինչ է, ես ասում եմ, ես դա չգիտեի, ճիշտ ասած, բայց ուսումնասիրել եմ, այստեղ իմ մոտ կոսպեկտ եմ, կարող եմ այսպես ասել, սա սենց կարող ենք օգտագործել YouTube-ի վիդեոյով ուսումնասիրել եմ, ChatGPT-ով ուսումնասիրել եմ, այսինքն իմ համար առաջին բանը, որ դու կարաս գրավես գործատուին, այդ քո ակտիվությունն է ու քո մոտիվացված լինելն է։ Եթե դու ներկայանում ես աշխատանքի, ուղղակի այսպես ասում ես, չէ, ես չգիտեմ, չէ, չեմ ուսումնասիրել, այդ արդեն ոնց որ իմ համար մեծ red flag է, որ տվյալ աշխատակիցը արդեն չի հաջողելու այդ հաստիքում, եթե ինքը արդեն իսկ չի ուսումնասիրել, հա, ինչա դրա համար հարկավոր է աշխատանքը կատարելու համար, ինչա պետք, որ ես մինիմալ իմանամ։ Ու իմիջիալոս այդ հաստիքը internship է, որի մասին իրենք գաղափար չունեն ու ուղղակի այսպես դիմել են։ Էդ էլ է շատ տարածված խնդիր։ Ինձ թվում է մեծագույն խնդիրներից նշեցի, մնացածը արդեն ման են, որոնք որ կարծում եմ թեկնածուների մոտ կարա լինի անցողիկ ինչ-որ շրջան կապված նաև տարիքի հետ, հա, որովհետև շատ մարդիկ ոնց որ փուլերը դժվար են հաղթահարում, դժվար են ադապտացվում, օքեյ, մեզ աշխատանքը հնարավորություն է տալիս ճանաչելու, շատ մարդկանց հասկանալու, դու ոնց շփվես մարդկանց ինչ-որ ստերեոտիպների հետ, հա, ոնց տարբերակ ես, իրանց ոնց թիմում աշխատես, բայց այստեղ շատ կարևոր է մասնագետը հասկանա, որ բոլորը չեն, որ վաղ տարիքից աշխատում են կամ թեկուզ եւ ունեն աշխատանքային փորձ, այսինքն միանգամից թեկնածուներին չդատել նրանով, որ վերջ ինքը եկավ, չկարացավ մեր հետ նորմալ հաղորդակցի, ուրեմն խնդիր, որտեվ եթե դու տեխնոլոգիայի մեջ կոնե մի փոքր պոտենցիալ տեսնում ես, դու պետք է իրան հնարավորություն տաս քո ընկերությունում կայանալու։ Եթե իմ ղեկավարը ֆիքսվեր իմ նման հմտությունների վրա, ես կարծում եմ ուղղակի կձախողեի իմ կարիերան, որովհետև իմ առաջին HR-ում, հա, HR-ում առաջին աշխատանքային փորձի ժամանակ ես շատ ֆեյլեր եմ արել, որոնց որ համբերատար իմ բաժնի ղեկավարը դիմացել է ու նույնիսկ այստեղ կարող եմ դեպք էլ պատմել, հա։ Ես 18 տարեկան եմ, երբ առաջին անգամ ընդունվեցի HR ոլորտում աշխատանքի, ես սենց շատ ոնց որ ասած հարցականների մեջ ոնց եմ ես ընդունվել այդ աշխատանքին, որովհետև տեսնում էի, որ տարիքով ինձնից ավելի մեծ մարդիկ են, հա, մոտենում աշխատանքի հարցերից, որ ես այնտեղ սպասում էի ու ոնց որ
ես դեռ չէի ադապտացվել լիովին այդ միջավայրին ու ինչ չէ, ես նաև երեխա էի դեռ, ով որ ընդհանրապես չէր հասկանում ոլորտից, ընդհանրապես անցել էր 2 ամսյա դասընթաց ու դեպք եղավ, երբ որ դե ղեկավարները մեզնից տարիքով մեծ էին, հա, մոտավոր իմ կրկնակի տարիքին էին ում հետ որ ես աշխատում էի ու մի օր եղավ դեպք, երբ որ եկան ինձ ասին դες հաստիքը փակ է էլի, արդեն ներվես չի հերիքում, ես չունեմ մասնագետ, պիկա սրահում ես մեզ ու ես ասացի լավ, գնացի մեր սենյակ, HR-ների սենյակ, կանգնեցի սենյակի մեջտեղով ու լացում եմ իմ ղեկավարը կնավ Լուսի ջան, ինչ ա եղել, ով ա քեզ նեղացրել, մի հատ ասա հասկանում, ում ինքն ա նեղացրել, գիտես ու եթե այդ ամեն ինչի վրա իմ ղեկավարը ֆիքսով էր, ոնց որ ասած ես ուղղակի աշխատանքից դուրս էի գալու ու չհաճախ էի, բայց ամեն նման խնդրից հետո ղեկավար շարունակ նստում էր իմ հետ խոսում էր, ես հասկանում եմ, որ դու ոլորտում ոնց որ ասած նոր ես։ Հիմա այսպես եղել, որովհետև ինքը էմոցիաների տակ էր, դու էլ պետք է հասկանաս իր բաժինը տուժում է, իր բաժնի աշխատանքը տուժում է, հենց որ ինքը աշխատակից չունի։ Արի հեսա մենք միասին կգնանք իր հետ կզրուցենք։ Ու շատ մեծ դեր է խաղում նաև ղեկավարի աջակցությունը, ոնց որ քո ղեկավարը պետք է քո համար, այսպես ասած, մեջք լինի, դու էլ քո ղեկավարի համար, որ ձեր համագործակցությունը ստացված համարվի։ Վաղ կարիերա կառուցելիս ինչպես չկորցնել ընկերներին, հանգիստը ու անձնական կյանքը։ Իրականում շատ դժվար է այդ ամեն ինչը համատեղելը, բայց ամեն ինչ կստացվի, եթե դու ճիշտ կարողանաս քո ժամանակը կառավարես, այսինքն հստակ թեկուզ գրաֆիկով կազմես, հա, ես նույնիսկ ունեմ ընկեր, ով որ մի հատ այսպես գրաֆիկ ունի ու ինձ կարող է զանգի, ասի դու օգոստոսի 27-ին ազատ ես, ասում եմ, ճիշտ ասած, դեռ հուլիսն է, հա, ոչինչ, ուղղակի իմ գրաֆիկը ժամանակը ազատ ու իրականում այդ time management-ից շատ բան է կախված, դու համակարգում ես, օրինակ ես 10-ից 7 աշխատանքի եմ, 7-ից հետո ես մի ընկերուհուս կտենամ դրանից, հետո գնամ մի քիչ ընտանիքիս հետ ժամանակ կանցկացնեմ ու նույնը նաև ինչի մարզասրահ գնալուն, լողի գնալուն, ինձ միշտ հարցնում են դու ոնց ես այդ ամեն ինչը կարողանում, հա, հասցնես եւ ընկերների տենես եւ մարզասրահ գնաս, չգիտեմ, բարի գնաս ընկերների տեսնես քաղաքից դուրս գնաս ու այդ ամեն ինչից նկարագրում էր այնքան ես մտածում եմ, լավ ես իրոք ոնց եմ այդ ամեն ինչը հասցնում ու այստեղ շատ կարևոր հմտությունը արագ սովորելու ու արագ ընկալելու հմտությունը, որովհետև եթե ես իմ համալսարանի քննություններին պատրաստվելու համար վերցնեմ օրինակի համար 20 օր ու ոչ մի բանի դրանից զատ ժամանակ չտրամադրեմ, մենակ տրամադրեմ իմ քննության վրա, այդտեղ արդեն ոնց որ ասած իմ մնացած գործերը տուժելու են, բայց եթե ես իմանամ, որ ես 3 ժամ օրական կենտրոնանում եմ, ես իմ քննությունը պարապեմ, ոնց որ մյուտ եմ անում հեռախոսից բոլոր մեսիջները, ամեն ինչ իմ կյանքում մյուտ եմ անում ու կենտրոնանում եմ քննությունը սովորելու վրա, արդեն այդ 3 ժամը դու հստակ դնում ես, սովորում ես, անցնում ես առաջ քո մյուս գործերին ու սկզբից իմ համար ինչի՞ չէ դժվար էր, հետո ես կամաց այսպես ընկա հունի մեջ, որովհետև առաջին աշխատանքային փորձից մասին որ պատմեցի, հորեկա ոլորտում էր ու այնտեղ ոնց որ ես ընդունվեցի մայիսին, երբ որ այսպես հոսունության շրջանն էր, հա, ընկերությունում, շատ աշխատակիցներ էին դուրս գալիս, ես ուղղակի այսպես 10-ից 7-ը հերիք չի աշխատում էի, մի հատ էլ շաբաթ կիրակի հեռախոսը հետը ստանում էի զանգերին էի պատասխանում, ես կարողանամ հարմար թեկնածու ընտրեմ 2 շաբթի իրան կանչելու համար, հա ու այդ իրոք իմ կյանքի մի տարին այսպես ինձնից խլել է, ես նո խլել չասեմ, սխալ ստացվեց, որովհետև այդ իրա ոնց ասած սերմերը թողել է իմ կյանքում, թողել է։ ահա, բայց ես այդ մի տարին ոնց ասում եմ, մի րոպե, մի տարի անցավ, արդեն էս ինչ շուտ անցավ Չես զգում ոնց ժամանակը, անցնում ես ժամանակը։ ընդհանրապես չեմ զգացել, նույնիսկ առավոտը ոնց բացվեց երեկո, ոնց վերջացավ, այդպես ես full այդ աշխատանքային գրաֆիկի մեջ եմ եղել ու ոնց որ դրանից հետո արդեն երբ որ մի քիչ այլ ոլորտ տեղափոխվեցի աշխատանքի, նոր սկսեց արդեն իմ գրաֆիկը ավելի թեթև լինել, որ ես հասցնեմ կողքից մեկ այլ բաներ էլ անեմ, բայց այս չի նշանակում, որ հորեկա ոլորտում աշխատանքը դժվար է, ուղղակի ես քանի որ ջունիոր եմ, ես ուզում եմ ինձ մաքսիմալ այսպես շատ ցույց տալ, որ սա էլ կարամ անեմ, տես ես սա էլ կարամ անեմ, ու այդ իմ համար շատ մեծ մոտիվացիա, երբ որ օրինակ հաստիքի համար ինձ վրա դրված է մեկ ամիս, ես այդ հաստիքը փակում եմ 2 շաբաթում։ Հիմնականում ոնց որ ասած այդ ամեն ինչը եկել է մոտիվացիայից, որովհետեւ ես ուզում եմ մաքսիմալ արագ սովորեի այն ամենը, ինչ որ կապված է HR-ի հետ։ Հետագայում արդեն ոնց նշեցի, ավելի ամեն ինչ թեթևացավ։
Ու հիմա ես մաքսիմալ կարողանում եմ ժամանակս բոլորին, այսպես ասած, տրամադրել։ Կյանքում լինելու են պահեր, երբ որ թե համալսարանում, թե աշխատանքում դու պիկի տակ կամ սովորելու ես կամ աշխատելու ես, բայց այդ չի նշանակում դու պետքա ոնց որ ասած բրնաութի մեջ լինես։ Դու պետք է հասկանաս, որ հիմա ես ինձ պետք է։ Հիմա ես էս պետք է անեմ, որ հետո իմ ավելի լավ լինի։ Ու այդ շրջանում ընկերներիս հետ էլի շատ քիչ էի շփվում, բայց ոնց որ ասած հիմա ամեն ինչ շատ լավ է, բայց այստեղ նաև ուզում եմ նշեմ, որ պետքա սովորել ինչ-որ տեղերում ասել ոչ։ Շատ ընկերություններ կան, ովքեր որ պարտադրում են, հա, ոչ թե քո ցանկությամբ, այլ պարտադրում են, ասում են դու շաբաթ-կիրակի պետքա այդ հեռախոսատանս պատասխանես, որ մենք մարդ ունենանք, դու պետքա երկար մնաս, անես առանց արտաժամյա վճարների, հա, նույնիսկ դու պետքա մնաս այդ անես, դու պետքա սովորես քո ինքդ քո իրավունքները, հա, որպես աշխատակից պաշտպանել։ Այ դա էլ չեն սովորեցնում համալսարաններում, ինչը որ Շատ դու կարևոր է։ Հա, իհարկե։ Ու ոնց որ դրանից արդեն դու զանգում ես ընկերոջդ կներես էլի մեր հանդիպումը չեղարկում, որովհետև ես այսօր աշխատանքի տեղ իմ տնօրենը ինձ ասաց, որ ես սա պետք է անեմ։ Ու ոնց որ այդ ոչ ասելու կարողություններ պետք է սովորել ձեռք բերել, որ դու կարողանաս ճիշտ ժամանակդ կառավարել։ Ժամանակի զգացողության հետ կապված, եթե ընդհանրապես աշխատանքդ սիրելով ես անում, հա, սիրում ես մասնագիտությունդ, այդ որ ասում եք չես զգում, հա, ոնց է լույսը բացվում ու ընկնում, իրոք տենց է լինում, որ զոր չես զգում, այնքան ես կենտրոնում աշխատանքի վրա, այնքան ես խորանում, որ չես էլ զգում իրոք ոնց է անցնում ժամանակը։ Լույս ջան, եթե 18-ից 19 տարեկան կամ ավելի երիտասարդ կադրերը ուզում են մտնել աշխատաշուկա, ինչ պետք է իմանան նրանք նախքան այդ ճանապարհը սկսելը, ինչ խորհուրդ կտաք նրանց, որպես արդեն փորձառու կարիերիստ։ Այ այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ոչ միայն կարևոր են քո գիտելիքները, այլ նաև կարևոր է քո soft skill-երը, որոնք որ դու պետքա օգտագործես աշխատանքում։ Դու կարաս լինես շատ լավ մասնագետ, բայց լինես շատ կոնֆլիկտային։ Դու կարաս լինես շատ լավ մասնագետ, բայց չկարողանաս ճիշտ բաշխել, հա, քո ժամանակը։ Ու այդ ամեն ինչը արդեն քո աշխատանքի որակի վրա ազդելու է։ Առաջին խորհուրդը ոնց որ ասած դա է, որ կարողանան բացի hard skill-երից, իրենց գիտելիքներից նաև soft skill-երը իրենց զարգացնել։ Եթե ես մի նախադասությամբ այսպես ամփոփեմ, պետք է այն ամենափոքր տրված task-ն էլ իրենք մաքսիմալ պատասխանատվությամբ վերաբերվեն ու փորձեն իրենց մաքսիմալ ուժերը այդտեղ ցույց տան, կապ չունի որ քեզ ուղակի տվել են Excel-ում լրացնես այդ ֆայլը։ Դու կարաս այդտեղ մի հատ սխալ անես, ու այդ արդեն ազդի քո վրա, որովհետև դու դա ուղարկում ես տնօրենին, քեզ ասում է դու սխալ ես արել, այսինքն շատ կան, որ ուղարկում ես task-ը, ասում ուղղակի պետքա Excel-ում սա լրացնել, իրենք այսպես նայում են, հա դա էս ինչա կանեմ, ուղղակի անում են ու վերջում պարզում է, որ սխալներ են ու այդ շատ կրկնվում են այդ տարիքային շեմի մոտ, հա, որովհետև իրենք այսպես ինչ որ ժամանակ մատների արանքով են նայում այդ task-երին, որոնք որ դու իրենց տալիս ես, առանց հասկանալու, որ օրինակ դա պետք է ուղարկվի մեր միջազգային մասնաճյուղերից մեկի տնօրենին։ Եվ ինչը որ ամենակարևորն է, չմտնեն աշխատաշուկա ուղղակի գումար աշխատելու համար, այլ մտնեն աշխատաշուկա, որպեսզի ավելի սովորեն, ավելի մասնագիտանան, ավելի հմտանան ու հասնեն ավելիին։ Լույս ջան, այսքանով ավարտվում են մեր հարցերը, անցնենք բլից հարցերին։ Ավելի կարևոր է փորձը թե կրթությունը։ Փորձը բազային կրթությամբ։ Ամենակարևոր սկիլը երիտասարդ մասնագետի համար։ Ակտիվություն, բայց այստեղ եկեք սլեշ դնեմ արագ սովորելու ունակություն։ Մեկ բան, որ երիտասարդ տեխնացուները գերագնահատում են։ Պաշտոն, աշխատավարձ։ Մեկ բան, որ թերագնահատում են։ Աշխատանքում կարգապահությունը։ Մեկ խորհուրդ այն մարդկանց, ովքեր ուզում են վաղ սկսել կարիերան։ Ունենալ ճիշտ time management։ Լույս ջան, այսքանով ավարտվեց մեր հաղորդումը։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ ձեզ շնորհակալ, շատ տպավորված եմ։ Հաջողություն։ Հաջողություն։